Բարի երեկո, եթերում է մարդկային գործոնը։ Արցախյան զինադադարից հետո թե Հայաստանի, թե Սփյուռքի եւ թե Արցախի համար կարևոր մի խնդիր նպատակ առաջացավ։ Դա իհարկե Արցախի վերաբնակեցումն էր։ Հողը մարդկանցով է դառնում հող, մարդկանցով է դառնում հայրենիք, իսկ այսօր մարդկային գործոնում մենք չէինք կարող չքննարկել հենց այս հարցը։ Մարդու գործոնի կարևորությունը հայրենիքի զարգացման հարցում եւ Արցախի հզորացումը, որը թթվածնի պես կարևոր է այսօրվա մեր անկայուն ժամանակաշրջանում եւ պատերազմական դեռևս ոչ պասիվ իրավիճակում։ Երբ առավել թափ ստացավ Արցախի վերաբնակեցումը, ովքեր եղան այն համարձակները, այն առաջին ծիծեռնակները, ովքեր կարողացան տեղափոխվել եւ շենացնել սահմանամերձ գյուղերը, երկրորդ շունչ տվեցին, ովքեր էին նրանք, ովքեր կարող էին մասնակցել այդ ծրագրին եւ ինչպիսի վերաբնակեցման, ինչպիսի ծրագիր ի վերջո ստեղծվեց, որը հնարավորություն էր տալիս նաեւ երիտասարդ զույգերին գնալու, ապրելու եւ շենացնելու իրենց հողը։ Ահա այս բոլոր հարցերի պատասխանները այսօր մեր եթերում սրտանց ասում ենք բարի երեկո եւ հրավիրում մեր առաջին հյուրին Էլինա Մխիթարյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման եւ միգրացիա վարչության միգրացիայի բաժնի պետ։ Բարի երեկո Էլինա։ Բարի երեկո։ Բարի գալուստ։ Ես վստահ եմ, որ այս վերաբնակեցման մասին մեր ծրագիրը կնպաստի շատերին ավելի այլ տեսանկյունից տեսնելու այս ծրագիրը։ Խնդրում եմ, ասեք ինչպես եւ ինչ պայմաններով ստեղծվեց այն։ Ծրագիրը գործարկվել եւ սկսվել է դեռևս 92-93 թվականին։ Նախ այն սկզբնական շրջանում այն տարերային բնույթ էր կրում, որովհետեւ պատերազմի ավարտից հետո ավերված բնակավայրերի նախկին բնակիչներն էին վերադառնում, 88-92 թվականներին Ադրբեջանից բնագաղթված անձինք էին վերադառնում իրենց պապենական հողերը, իսկ արդեն 2000 թվականից 2007 թվականից այն նոր թափ ստացավ, այն դարձավ ռազմավարական հեռահար ծրագիր, որով պայմանավորվել է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ ամբողջ հայության գոյության ապագան։ Էլինա, ինչ սկզբունքով են ընտրվում, թե ովքեր կարող են վերադառնալ եւ օգտվել հենց ծրագրից։ Պապենական հողում բնակվելու համար ընտրվելու կամ հրավիրվելու կարիք չկա։ Յուրաքանչյուր հայ դա եւ պարտավորություն է եւ իրավունք է։ Կարող է Արցախը բաց է ամբողջ հայության առաջ, կարող են բոլորը գալ, վերադառնալ իրենց պապենական հայրենիք, առավել եւս որ այն նրա ազատագրումը, նրա ազատություն ձեռք բերված է այդքան թանկգնով։ Շնորհակալություն, վերաձևակերպեմ հարցս, կան արդյոք որոշ արտոնություններ հաշվի առնելով, որ հիմնականում այդ հողերը նաև սահմանամերձ են եւ ունեն ինչ-ինչ խնդիրներ, արտոնություններ, որոնք տրվում են նոր տեղափոխված ընտանիքներին։ Այո, իհարկե, կառավարության կոնկրետ ծրագիր կա, կան որոշ սահմանված արտոնություններ, դա եւ ամբողջ Ղարաբաղի տարածքում եւ արտագրված տարածքներում է գործում, յուրաքանչյուր տեղափոխված մշտական բնակության տեղափոխված ընտանիքի տրամադրվում է անհատական բնակելի տուն կամ բնակարան, 6000 քառակուսի մետր հողատարածք յուրաքանչյուր շնչին, տրամադրում են արտոնյալ վարկեր, միանվագ դրամական օգնություն կամ տեղափոխվում է գույքը, ինչպես նաև գործում են տարբեր այլ ծրագրեր։ Այդ թվում ես պիտի հիշատակեմ Լիբանանի Արցախ ֆոնդի նոր կյանք նոր հույս ծրագիրը, որը 3 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին կթանկով է տրամադրում, պետք է հիշատակեմ արտոնյալ բյուջետային այլ վարկեր, որոնք եւ պետությունն է տալիս եւ նույն առի հիմնադրամի միջոցով է տրվում, ինչպես նաեւ Թուֆենկյան հիմնադրամը, համահայկական հիմնադրամը, ինչպես գիտենք այս տարի հենց հերոստամարաթոնը ուղղված է Վարդենիս Մարտակերտ ճանապարհի կառուցմանը, հենց որն էլ անցնում է արտագրված շրջաններով Նոր Կարմիրավան, Նոր Խարխափուր, Եղեգնու, Դադիվանք, իսկ դա ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը կապող երկրորդ գերակը կլինի, այլ նաեւ նոր ենթակառուցվածք, նոր հնարավորություններ այդ տարածքների զարգացման, տնտեսության աշխուժացման համար։ Լավ, Էլինա, իսկ ունենք հստակ վիճակագրական տվյալ, թե մոտավորապես որքան ընտանիք է տեղափոխվել արդեն կամ անհատներ։ Անդրադառնալով վիճակագրական տվյալներին, թույլ տվեք զուտ ասել, որ այս ընթացքում վերջին 4 տարիների կտրվածքով պահպանվել է այն ստաբիլ ցուցանիշը 2-2.5 անգամ հանրապետություն եկողները, այդ թվում նաև հայրենադարձ ընտանիքները գերազանցում են մեկնողներին եւ դա հիմնականում որը բարելավում է ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում եւ նորից թերևս կրկնվեմ եւ սա մեր ամբողջ հայության
իրավունքն ու պարտավորությունն է։ Շնորհակալություն, եւս մի տեխնիկական հարց, ինչպես հասկացանք, ցանկացողները վերադառնալու եւ կամ մարդիկ, ովքեր պարզապես ուզում են գնալ ապրել այդ հողերում, բացի այն արտոնություններից, որոնք տրվում են նրանց տնտեսության զարգացման համար, արդյոք տրվում է նրանց աշխատելու հնարավորություն, հաշվի առնելով նրանց մասնագիտական կրթությունը։ Տնտեսության զարգացումը, ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը, ինչպես նաեւ ներդրումները, որոնք ապահովում են տվյալ տարածաշրջանում եւ ընդհանրապես տարածքներում, հենց միտված են զբաղվածության խնդրի լուծման համար, ինչպես նաեւ պիտի ընդգծեմ առանձին մասնագիտությունների տեր մարդկանց, բժիշկներ, ուսուցիչներ, որոնց տրվում է հավելավճար եւ ավելի արտոնյալ պայմաններ տեղերում աշխատելու համար։ Շնորհակալություն, ես առաջարկում եմ մենք միանգամից հրավիրենք մեր մյուս հյուրին, որը հերոս է կրկնակի, հերոս է, որովհետեւ մասնակցել է եւ պատերազմի տարիներին ու վերադարձել է իր տուն, եւ հերոս է, որովհետեւ ունի 15 երեխա եւ հերոսաբար պայքարում է կյանքի դժվարությունների դեմ։ Նա այն գեղեցիկ օրինակներից է, որին սիրով ուզում ենք ներկայացնել, մենատնտես 15 երեխաների հայր, ինչպես նշեցի, Սերգեյ Պողոսյանին դիմավորենք։ Համեցեք, պարոն Պողոսյան։ Եվ իհարկե Սերգեյ Պողոսյանի որդիներից մեկին, Արցախին, համեցեք, խորհրդանշական անուն է կրում Արցախը։ Պարոն Պողոսյան, կխնդրեի պատմեք, ինչպես պատերազմի գնացիք, հետո ինչպես որոշեցիք վերադառնալ ձեր բնակելի վայր, այնուհետև նորից տեղափոխվել։ Պատերազմական տարիներին բավականին ես մասնակցել եմ պատերազմներին, իհարկե այն հիմնական բոյերի կամ կռիվների ժամանակ խորքը չեմ մխրճվել, բայց օգնել եմ սնունդով, հագուստով եւ այլն։ Դրանից հետո էլ Արցախյան տարածքում ես որ շրջագայեցի բան տեսնեմ, աշտարակում արդեն մի քիչ կառավարության ոնց որ ասած թողբոյի ժամանակ էր, որոշեցի, որ անպայման ես տեղափոխվեմ իմ ընտանիքով Արցախ եւ պաշտպանեմ այդ իմ զոհված ընկերների հողուջուրը։ Պարոն Պողոսյան, իսկ մինչև այդ որտեղ եք ապրում։ Մինչև այդ ես ապրել եմ աշտարակում եւ այնտեղ Ուրիշ ունեցել եմ 14 երեխա, ինձ ուշադրություն էին դարձնում որոշ այդ սովի տարիներին, այսպես ասած, օգնում էին, հա։ Սննդի բանի հարցով, հա, օգնում էին որոշ չափով, բայց հետագայում մտածեցի, որ այսպես չի լինի, էլի հարկավոր է մի հատ հիմնական գյուղական վայր լինի, անասուն պահել կամ սենք ինչ անել, այսքան երեխին չի կարելի պահել, միայն աշխատավարձի հույս։ Այդպես էլ գնացի հիմնվեցի Քաշաթաղի շրջան Գողթանի գյուղ։ Այնտեղ ինձ տրամադրեցին հող, անասուն, ես շնորհակալ եմ կառավարությունից, որ բարգավաճեցի մինչև առեսօր ապրում ենք այնտեղ, իմ զավակներս արդեն հասունացել են, բաժանել են ընտանիքների եւ ունեն առանցին իրենց եկամուտները։ Պարոն Պողոսյան, զավակներն էլ մնացել են ձեզ հետ Քաշաթաղում։ Տղաներս բոլորս ամուսնացել են, այնտեղ մնացել է 2 տղա ամուսնացնելու եւ առանձին տներով, բանով ամեն ինչով ապահովել է։ Ճիշտ է, մի քիչ ոչ բարվոք տներ են, հա։ Եվ Արցախյան կառավարությունը աստիճանաբար օգնում է ինչ որ շինանյութով է, թե ինչով է, որ կառուցեն, վերանորոգեն ու ապրեն իրենց եկամուտով։ Արցախի անունը դուք եք կնքել։ Ես ուրեմն 14 երեխայով եւ տեղափոխվա Քաշաթաղի շրջան, մի տարի անց ունեցա վերջին զավակիս եւ դա որ թվականներ։ Հա։ Դա երբ էր։ 97 թվականին տեղափոխվել եմ, 98 թվականին ունեցա Արցախից հենց Քաշաթաղի շրջանի նորաբաց հիվանդանոցում, այնտեղի բժիշկն էլ Դալտոն Բունյաթյանը իր անվանակոչումով Արցախ եկել էր այնտեղ ու լավել բժիշկ էր։ Աստվածողորմի նրա հոգին հիմա չկա, ծննդաբերելուց հետո անմիջապես ես որոշեցի, որ իր անունը կնքեմ ու Արցախ դրեցի ի փառս հայրենիքի, ոնց որ ասած, Արցախի ազատագրման օրվա համար։ Ձեր կինը համամիտ էր ձեր ընտրության հետ։
Այո, ինչպես չի, իմ կինն էլ է այն ասել։ Եվ նա էլ ցանկացավ, որ անպայման այդ մարդու հիշատակը մենք վառ պահենք, որպես համ այդ մարդուն, համ էլ մեր Արցախի երկրի համար։ Բրավո, Արցախ, դու կրում ես իսկապես մեր ազատագրված հայրենիքի ազատ անունը, իսկ ինչով ես զբաղվում։ Դպրոց եմ հաճախում։ Որորդ դասարան։ 10-րդ դասարան։ Իսկ որոշել ես ինչ մասնագիտությամբ ես շարունակելու։ Դեռ ոչ։ Դեռ ոչ։ Չկան հետաքրքիր։ Կավարտեմ կամ հայոց պատմություն կամ ռազմագիտություն։ Ռազմագիտություն։ Իսկ տանն օգնում ես ձերոնց։ Անասնապահությամբ, չգիտեմ, այգեգործությամբ։ Այո։ Պարոն Պողոսյանին ինձ թվում է արժի եւս մեկ անգամ ու շատ ջերմ ծափահարել։ Եվ կարճատև դադարից հետո մենք կվերադառնանք խոսելու Արցախի եւ Արցախ վերադարձող ընտանիքների մասին, ոչ վերաբնակեցման։ Սիրիայից են վերադառնալու, մենք գտնում ենք Իրանից էլ, Լիբանանից էլ բոլոր տեղերից է վերադառնալու են եւ բոլորս մեկ տեղվելու ենք մեկ հայրենիքում։ Ազատագրված հողերի, ազատագրված հայրենիքի տերը մենք ենք դες հետ բոլորի հետ միասին եւ ապրել հայրենիքում, Հայաստանում, Արցախում դա բոլորիս պարտք ու իրավունքն է։ Այդ հողի յուրաքանչյուր թիզը սրբացած է մեր նահատակների արյա։ Ով գալիքի երկհասաններ, ձեր հոգու տեգերով զրահավորված, տկնեցեք տկնաջան ու հնչյուններ ցանեք։ Մարդկային գործոնն է եթերում եւ այսօր քննարկում ենք մեր ետ գրավված հողերի շենացման ու նոր շնչով ապրեցնելու փաստը։ Թույլ տվեք ներկայացնել արդեն տաղավարում ներկա գտնվող հյուրերին։ Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյան, բարի երեկո։ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյան, ողջույն։ Այս կողմում նստած են քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը եւ գեղեցկուի ակտիվիստ լրագրող Թամար Գրիգորյանը։ Բարի երեկո Թամարա։ Պետք է նշել, որ Թամարան այստեղ է եկել իր ամուսնու Դավիթ Եղիազարյանի հետ, Դավիթն էլ պատմաբան է, նրան էլ ենք անպայման խոսք տալու։ Միանգամից այսպիսի հարց, պարոն Մաթևոսյան, ովքեր են դիմում, հիմնականում ովքեր, որ տարիքային խումբն է դիմում այս ծրագրով վերադառնալու համար։ Դիմում են գրեթե բոլոր տարիքային խմբերը, սկսած 18 տարեկանից դեռ ընտանիք չկազմած եւ վերջացած արդեն թոշակի անցած մարդիկ, որոնք ուզում են երեխաներից առանցին ապրել մի գողտրիկ բնակավայրում։ Իհարկե ամեն մի դիմողի հետ աշխատում ենք անհատապես, հասկանալով թե նա տեղափոխվելով Արցախ կարող է իր բնակվելու իր խնդիրները, սոցիալական խնդիրները լուծել, միանգամից չենք ասում էստի համեցեք, եկեք ամեն ինչ լավ է լինելու, բավական ժամանակ այդ մարդկանց հետ շփվելուց, խորհրդակցելուց, իհարկե հեռախոսակապի միջոցով, եթե հասկանում ենք, որ տվյալ ընտանիքը կամ անհատը, որը ցանկանում է տեղափոխվել Արցախ, պատկերացնում է, թե ուր է գալիս եւ ինչ է անելու, հրավիրում ենք արդեն Արցախ, հետո Շնորհակալություն, մեծ է նաև դերակատարումը լրագրողների եւ մարդկանց, ովքեր բարձրաձայնում են այն խնդիրները, որոնք կան, թույլ տվեք հրավիրել մեր մյուս հյուրին, Զորակն գիտակրթական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձու Կարեն Վրթանեսյան։ Կարեն, որքանով ես եմ տեղյակ, Զորակն ներկայացնում է, իրականացնում է մի ծրագիր, որով վերապատրաստում է լրագրողներին, ռազմական լրագրողներին մասնավորապես, եւ ըստ էության նրանց գրագետ աշխատանքով է, որ շատ բան կարելի է լուծել։ Այսօր որքանով է հաճախ այցելությունը մեր հողեր եւ ինչպիսի աշխատանքներ են տարվում։ Քանի որ մենք ապրում ենք բավականին լարված, ինչ որ տարածաշրջանում, որտեղ անընդհատ պատերազմներ են լինում, զարմանալի է, որ մեր քաղաքացիներից շատերը ապրում են ինչ-որ դրախտային պատկերացումներում, իրենց կյանքի մասին պատկերացումները սահմանափակվում են Երևանի այդ կենտրոնի սրճարաններով, բուտիկներով եւ այլն, ու ահա որ զարմանում են, երբ որ ասում ես, որ Երևանից մինչև առաջի դիրքերը ընդամենը 60 րոպեի ավտոմեքենայի ճանապարհ է։ Շատերի համար ինչ-որ նոր աշխարհ է բացվում, իհարկե այն մարդիկ, ովքեր շրջաններից են տեղափոխվել Երևան, իրենց պատկերացումները ավելի լավն են, ավելի ռեալիստական, այո, բայց ըստ իս շատ կարևոր է ու նաև Արցախ ենք տանում, այցելում են, դիրքեր են այցելում,
տեսնում են այդ նույն զինվորը, նույն ասենք պայմանագրային զինվորը ոնց է ծառայում, սպաները ինչ խնդիրներ ունեն, նույն վերաբնակիչները եւ այլն։ Պարոն Մխիթարյան, ինչպես եւ նշեցին մեր հյուրերը, բոլորը չէ, որ կարող են այդպես միանգամից գնալ հաստատվել, հաշվի առնելով նաեւ տեխնիկական խնդիրները։ Կան ընտանիքներ, ովքեր այնուամենայնիվ չեն ուզում վերադառնալ եւ ասենք կամ վերադառնալով հանդերձ ունենում են խնդիրներ։ Նախկինում շատ ավելի դժվար էր, շատ ավելի հեշտ էր վերաբնակեցում կատարելը, քան ներկայումս։ Այսինքն ներկայիս վերաբնակիչը շատ ավելի բարձր պահանջներ են ներկայացնում, քան 94, 95, 96, մինչև ընդհուպ 2000 թվականին վերաբնակեցվողները։ Իհարկե եղել է պահ, որ նույնիսկ սկսել է շրջանի բնակիչների քանակը պակասել, բայց արդեն հարգելի Հելինան նշեց 2007-ից հատուկ մոտեցումները ընդունվել է համապատասխան կառավարության որոշումներ եւ այլն նորից 2007-ից այսինքն 8-13 թվականների ընթացքում 3000-ից ավելով աճել է բնակիչների քանակը, բայց մեր թիվ 1 խնդիրը բնակարանային պայմաններն է, այսինքն որքան քիչ թե շատ պիտանի բնակարաններ ունենք, այսօր վերաբնակեցրել ենք։ Իհարկե, մեր երկրի բյուջեն շատ հարուստ չի, որպեսզի կարողանանք հազարավոր բնակարաններ կառուցել, դրան գումարվել է նաև մեր խնդիրներին, իհարկե սա խնդիր չենք համարում, սա շատ լավ ենք համարում, որ չնայած պատերազմի պատճառով, բայց մեր հայրենակիցները վերադառնում են։ Ի վերջո, մեր բոլորի հայրենիքը այստեղ է, Սիրիայից են վերադառնալու, մենք գտնում ենք Իրանից էլ, Լիբանանից էլ բոլոր տեղերից է վերադառնալու են եւ բոլորս մեկ տեղվելու ենք մեկ հայրենիքում։ Բայց պետք է մենք պատրաստ լինենք դրան։ Հայաստանյան օլիգարխները շատ իներտ են վերաբնակեցման քաղաքականության հարցում։ Չէ՞ որ արդեն դուք նշեցիք, հողը հայրենիք է դառնում բնակչով։ Այդ հողի յուրաքանչյուր թիզը սրբացած է մեր նահատակների արյամբ։ Եվ թող կան, մի տարի ասենք չգնան Կարիբյան կղզիներ, Մալդիվյան կղզիներ, հաճախ ենք ասում հանգստանալու, մեկ բնակչի համար տուն կառուցեն։ Այդ տունը կանվանակոչեն ում անով իրենք ուզում են, բայց շատ ավելի մեծ հայրենանվեր գործ կանեն կամ ինչ է նշանակում։ Շատ լավ ակցիա եք առաջարկում, կարելի է իսկապես բարձրաձայնել եւ ցանկացողները։ Ինչ է նշանակում, ասենք հարսանիքներին 100,000-ավոր դոլարներ ծախսել դիզայնի մյուս բաների վրա, բայց այդ նույն 100,000 կարելի է քանի Սիրիայի ընտանիքի, որ այսօր եկել են Քաշաթաղի շրջանում են եւ բնակարան չունեն, իհարկե տարբեր բարեգործական հիմնադրամների մարդկանց, բարի մարդկանց միջոցով մի շարք բնակարաններ կառուցում ենք, բայց եղածը բավարար չէ, աշխարհակաղակական վիճակից ելնելով մենք չգիտենք ինչ զարգացումներ հետագայում տեղի կունենա, Ռուսաստանից իշքան մեր հայրենակիցներ են գալու կամ այլ երկրներից, իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորս միահամուռ ձևով ստեղծենք այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ է, որպեսզի մեր հայրենիքը ավելի շատ բնակվեն։ Շնորհակալություն, Հրանտ, ձեր կարծիքով քաղաքագիտական տեսանկյունից որքանով է սա կարևորվում։ Կարծում եմ ժամանակը, որը տրված էր մեզ պատերազմի ակտիվ ժամանակից մինչ այսօր, ցավոք սրտի մինչև վերջ չենք ռեալիզացրել, որովհետև իհարկե մեկ բանը, երբ որ Արցախում բնակվում է 120 կամ 150,000 բնակիչ, ինչպես վերջերս հայտարարեց Արցախի վարչապետը, եւ մեկ բանը, եթե այնտեղ լիներ 250-300 կամ ավել, այսինքն քաղաքական իրավիճակի հստակ փոփոխություն կլինի։ Եվ եթե փորձենք համեմատության մեջ դնել հայկական կողմի եւ ադրբեջանական կողմի գործունեությունը, հա Ադրբեջանը բոլոր ռեսուրսները ծախսում է նոր ռազմական միջոցներ ձեռք բերելու համար, պատերազմի միջոցով խնդիրը լուծելու համար եւ սրան ի հակակշիռ իհարկե հայկական կողմը պետք է զարգ տա առաջին հերթին վերաբնակեցման եւ ազատագրված տարածքների, այո, ռեինտեգրման այս խնդիրը լուծելու։ Ինչ որ չափով արվել է, այո, խոսում են մարդիկ հաճելի է այդ ամենը լսել, բայց նաև պետք է փաստել, որ ցավոք սրտի շատ տեղայնացված է, հա, եթե Քաշաթաղում ակտիվ է այս ծրագիրը իրականացվում, ապա այլ շրջանների մասին նույնը չենք կարող ասել։ Այնինչ պետք է պատրաստվելու, եթե խոսում ենք հնարավոր հակամարտության մեջ թեկուզ դեմոգրաֆիական գործոնը օգտագործելով առավելության հասնելու մասին, ապա պետք է այդ վերաբնակեցման գործընթացը շատ հավասարաչափ իրականացվի եւ համենայն դեպս ինչ որ չափով նաեւ նպաստի Արցախի հյուսիսարևելյան շրջանների անվտանգությանը։ Շնորհակալություն, Թամարա, երիտասարդ սերնդի ակտիվ ներկայացուցիչ, մարդ, որ իր ամուսնու հետ
տեղափոխվել է, այ ուր հիմա կհասկանանք ձեզնից։ Լավ, մենք տեղափոխվել ենք Քարվաճար, արդեն 1 տարի այնտեղ ենք բնակվում։ Իրոք շատ հաճելի էր լսել, որ Քաշաթաղում տներ են կառուցվում, Քաշաթաղում մարդիկ են գալիս ապրում։ Ցավոք նույնը չեմ կարող ասել Քարվաճարի մասին։ Իրոք շատ ցավոք, որովհետև իմացած տվյալները 2007-8 թվականից այս կողմ Քարվաճարում տուն չի կառուցվել նոր բնակիչների համար, այսինքն կառուցվում է բազմազավակների բնակարան, որը սոցիալական ծրագիր է, ոչ թե վերաբնակեցման ծրագիր է։ Մենք տեղափոխվեցինք անցած տարի ու ուղղակի չսպասեցինք, որ տուն կառուցվի կամ չկառուցվի, այսինքն մեզ ոչ մեկը ոչ մի բան չէր խոստացել ու մենք գիտեինք, որ մեզ տուն չեն տալու ու գնացինք, սկսեցինք մենք կառուցել մեր տունը։ Մենք նկատի ունեք դուք եւ ձեր ամուսինը։ Ես եւ իմ ամուսինը իհարկե եղան հովանավորներ, որոնք մեզ որոշակի գումար, որովհետեւ Արցախում վերաբնակիչների համար չէ, Քաշաթաղում նույնպես հատուկ տներ չի կառուցվում, բայց 2009 թվականից սկսած շինանյութերի ծրագիրն է գործում, այսինքն եղած բնակարանները վերանորոգելու, բարեկարգելու համար բնակիչներին տրամադրվում է շինանյութ։ Լավ, իսկ կներեք նոր Չգիտեմ, ես դա գիտեմ, որ ուղղակի ուզում եմ ձեզ հարցնել, դա եւ Քաշաթաղի եւ Քարվաճարի շրջանում երկու շրջանում։ Թերևս ես ասում եմ, որ նոր բնակարան տներ, բնակելի տներ Քարվաճարում չեն կառուցվում։ Ասեցի Սիրիահայերի համար։ Չէ, ես շատ ուրախ եմ, որ Քաշաթաղում տներ են կառուցվում։ 12 բնակարանանոց, 9 բնակարանանոց, որոնք արդեն շահգործման են հանձնվելու 3 բնակարանոց։ Իհարկե, այնտեղ բնակվողները արդեն վաղուց բնակվողները երբեմն չեն ուզում ընկալել, ինչի համար իրենք այո տարիներ շարունակ բնակվել են իրենց բնակարանային պայմանները այդքան լավ չի, ինչքան Սիրիահայերի համար շատ գեղեցիկ ժամանակակից տներ է կառուցվում, բայց իհարկե բացատրում ենք բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, որ դա քաղաքական։ Շնորհակալություն, թույլ տվեք Թամարան ավարտի իր պատմությունը, Թամարան։ Ես չէի ուզում ասեմ, թե վատա որ Քաշաթաղում տեն կառուցում, ինչքան շատ տներ կառուցվում են, ես միայն ուրախ եմ, այդտենց խնդիր չկա։ Ես ուղղակի պատմում են նրա մասին, թե ինչպիսին է Քարվաճարում։ Լավ, եղան հովանավորներ, որոնք որոշակի գումար փոխանցեցին, իհարկե դա բավական չէր տունը վերջնական կառուցելու համար, բնականաբար մեր ներդրումներ են կարել ու ճիշտ ասած անծանոթ մարդիկ են ինչ որ գումարներ փոխանցել, որոնց անգամ մենք չենք էլ ճանաչում։ Դե հիմա արդեն մեր տանն ենք ապրում, տան վրա դեռ լիքը գործ կանելու, բայց արդեն տեղափոխվել ենք մեր տուն։ Թամար, արմատներով որտեղից եք։ Վանաձորից։ Ես Վանաձորից, Դավիթը Երևանից։ Դավիթը Երևանցի, դուք Վանաձորից։ Հիմա խնդրում եմ ասեք, որոշումն առաջնային ումն էր։ Երևի մեղքին վրա վերցնեմ։ Դե չէ, իրականում Դավիթն էլ էր ուզում, առաջնի ես եմ առաջարկել, ինքը ասաց որ ինքն էլ է ուզել ու համաձայնել։ Առաջարկում է մեղավորներին զորակնի հենց ես պետք է հասնեի դրան, որտեվ Քարվաճարի կարևորության մասին առաջին անգամ հենց Կարենից եմ լսել իր դասախոսության շրջանակներում ազատագրված տարածքների ռազմավարական նշանակությունը ու հենց այդ ժամանակվանից է միտքը իմ մեջ եղել։ Դե Դավիթն էլ պատմաբան ինձնից լավ գիտեր այդ կարևորությունը։ Հիմա արդեն Դավիթին ենք լսում, որովհետև առանց ամուսնու որոշման միևնույն է չէիք կարողանա տեղափոխվել։ Դե սկզբանե դիտարկվում էր ուղղակի Երևանից դուրս ապրելու հնարավորությունը, այսինքն չենք ուզում Երևանում մնալ։ Ինչու չեք ուզում։ Երևանից դուրս ինձ թվում է մենք ավելի պետքական ենք։ Եվ ուրեմն վերջի վերջո կանգ առանք ազատագրված տարածքի եւ վերջի վերջո ուրեմն արդեն Քարվաճարի։ Դավիթ, վաղ մտավախություն չկար այնտեղ ինտեգրվելու հետ կապված, անգամ լեզվի կամ գուցե մասնագիտական իրացման։ Լեզվի խնդիր հաստատ չկա, որտեղ մեծամասնությունը այնտեղ հենց արարատյան բարբառով են խոսում, հիմնական այնց ապարանցիներ են, զորամասի հետ կապված։ Չէ, ընդունելության հետ խնդիր հաստատ չի եղել, այնտեղ մարդկանց մոտ շատ լավ է ընդունվում նորեկների այդ պահը, այսինքն ամեն նոր եկած մարդ իր հետ նոր շունչ է բերում ու շատ լավ է ընկալվում տեղաբնիկների կողմից։ Հիմա որտեղ եք աշխատում, Դավիթ։ Հիմա դպրոցում։ Այնտեղ։ Որպես պատմության ուսուցիչ։ Թամար, դուք։ Ես աշխատում եմ Times-ում լրատվական կայքում, Հրանտ Մելիք-Շանաձյանի գլխավոր խմբագիրն այդ կայքի, այսինքն շարունակում եմ աշխատանքը, որ Երևանում եմ արել, գրում եմ Քարվաճարի մասին նյութեր, առանձին բլոգ ունեմ, Քարվաճարցու բլոգը, նաև այնտեղ ունեմ փոքրիկների հետ թատերական խմբակ, զուտ սիրողական մակարդակի, ես մասնագետ չեմ, ուղղակի շատ եմ սիրում թատրոն, ու անգլերեն եմ պարապում երեխեքին մասնավոր։ Եվ հաճախ հիշում եք Կարենին։ Եվ նրա դասախոսությունները։ Իրականությունը
Իրականությունն այն է, որ Քարվաճառում որքան է սոցիալական պայմանները դժվար են, բայց այնուամենայնիվ կան շփման եւ կապը պահպանելու բազում հնարավորություններ եւ Թամարը ապրելով այնտեղ կարծում եմ մեծ առաքելություն է իրականացնում զուտ տեղեկատվություն մատուցելու եւ այն մարդկանց, ովքեր ինչ որտեղ միգուցե մտքի հետին մասերում մտածում են Քարվաճառ գնալու, հասկանալու եւ տեսնելու որ կան այնտեղ գործընկերներ, մարդիկ, ովքեր լինելով Քարվաճառում շարունակում են այսպես ասած տեղեկատվական գործոն լինել ամբողջ Հայաստանի մակարդակով եւ արդեն լինել մասնակից անմիջականորեն ներկա գտնվելով, այլ ոչ թե հեռվից հեռու։ Կարճատև դադարից հետո մենք կրկին կշարունակենք շատ ուրախ տրամադրությամբ։ Ազատագրված հողերի, ազատագրված հայրենիքի տերը մենք ենք դες հետ բոլորի հետ միասին եւ ապրել հայրենիքում, Հայաստանում, Արցախում դա բոլորիս պարտն ու իրավունքն է։ Ով գալիքի երկհասաններ, ձեր հոգու տեգերով զրահավորված, տկնեցեք տկնաջան ու հնչյուններ ցանեք։ Մարկային գործոնն է եթերում եւ այս ջերմ ծափահարությունները հնչում են մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր համարձակ կերպով գնում են մշտական բնակություն հաստատելու մեր հողերում։ Էլինա, կխնդրեի ասեք, արդյոք այն խնդիրները, այն դժվարությունները, որոնք կարող են ունենալ երիտասարդ ընտանիքները, դրանք հետազոտվում են հետագայում ավելի վերածվելու կամ գոնե թեթևացվելու համար։ Եթե նախկինում, ինչպես արդեն նշվեց, օրինակ նույն բնակելի տան վրա ծախսվում օրինակ 7 միլիոն դրամի չափով գումար, ապա այսօր ավելի մեծ ուշադրություն է դարձվում հենց կենցաղային պայմանների բարելավմանը եւ այսօր այդ գումարի չափը հասել է մոտ 20-21 միլիոն դրամի, սակայն դա բավականին մեծ գումարներ են, դրանք բավականին մեծ գումարներ են եւ պետք են նոր ներդրումներ։ Դրան է միտված առի ծրագիրը, որը մեծապես գործարկվում է Քաշաթաղի շրջանում եւ կգործարկվի նաեւ Շահումյանի շրջանում։ Այս մարտին առի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ կնքված պայմանագրի արդյունքում արդեն ներդրողների բայրարների թիվը անցել է 85-ից։ Մենք այս տարի կազմակերպում ենք համազգային վիճակախաղ, որի ավելի քան մեծ մասը կուղղորդվի հենց հայրենադարձության քաղաքականությունը, ինքը հենց ենթադրում է բնականաշինական ենթակառուցվածքների եւ ընդհանրապես տարածքների զարգացման քաղաքականություն։ Խոսենք դեկտեմբերի 28-ին կայանալիք։ Այո, դեկտեմբերի 28-ին կայանալիք վիճակախաղի մասին է եւ եթե նախնական տվյալներով բացի այն գումարներից, որ պետական բյուջեից է նախատեսում, իդեպ նշեմ, որ 2007 թվականից առ այսօր այն կրկնապատկվել, այն ոչ թե կրկնապատկվել, այլ քառապատկվել է եւ բացի դրանից էլ այդ հենց վիճակախաղի հասույթից նախապես նախատեսվում մոտ 200 միլիոն դրամից ավելի գումար հենց այդ ծրագրերին եւ երիտասարդ ընտանիքների եւ նախկինում արդեն հայրենադարձված ընտանիքների բնակպայմանների բարելավմանը եւ նոր բնակարանաշինությանը։ Քանի որ խոսեցիք առի ծրագրի մասին, ես այս պահին կազմակերպության մասին, ես այս պահին առաջարկում եմ կապ հաստատել հենց Artsakh Roots Investments կազմակերպության տնօրեն խորհրդի անդամ Բեն Բուչակջյանի հետ, որովհետև այս հիմնադրամը շատ մեծ ու լուրջ գործունեություն է ծավալում այս խնդիրների լուծման հետ կապված։ Ինչպես ստեղծվեց կազմակերպությունը եւ ովքեր են ֆինանսավորողները, պարոն Բուչակջյան։ Մենք աշխատանքը սկսանք փոքր խմբով 16 հոգիով, որոշ գումարը մեջտեղ բերինք եւ որովհետեւ օրինական դեսկ տանք այս ասենք նախաձեռնության ուսումնասիրեցինք Լիբանանի, Հայաստանի, Ղարաբաղի եւ նաեւ Գիբրոսի օրինական դաշտը եւ տեսանք, որ ամենանպաստավորը գիբրական ընկերություն գազմերն էր, գիբրական ՍԲ ընկերություն գազմեցին եւ նաեւ նախադեсում էինք, որ վերջի վերջո այս կազմակերպությունը եթե 16 հոգով սկսա պիտի վերջի վերջո մենք ծավալենք եւ նաեւ ներառենք Սփյուռքյան արտարբեր քաղաքների մասնակիցներ։ Մենք այդ 2011-ին մինչև 2013 այս թվականը այսօր մենք գյուղատնտեսության մեջ արդեն շուրջ 2 միլիոն դոլարից ավել գումար ներդրած ենք։ Այդ գումարները ընդհանրապես անասնապուծության եւ հողամշակման գծարային շուրջ 5500 հեկտար հացահատիկ ծամված է այդ վարկերով եւ մենք այսօր երրորդ տարին լալով շատ հեզասահ ձևով գործակցենք քյուրի եւ քյուրատնտեսության զարգացման հիմնադրամին հետ։ Մինչեւ օրս ինչ աշխատանքներ է արվել ձեր կազմակերպության կողմից։ Նախ ասեմ, որ մեր վարկերեն
մինչև օրս օգտվել են շուրջ 700 վարգարու Կաշատաղի շրջանեն, սակայն սա կներկայացնի 1/4 ընդհանուր գարիքավոր վարգարուներով։ Այսինքն այդ շրջանի մեջ կան շուրջ 3000 ընտանիք, մենք հազիվ 700-ին հասել ենք մինչև օրը։ Այդ 700 ընտանիքը մոտավորապես մինչև օրս անոնք, որոնք անասնապուծությամբ սպասված են, մեր վարգերով քնել են շուրջ 1800 գլխականակ անասուն, որոնք արդեն այս 3 տարվա ընթացքին արդեն բազմանալով շուրջ 70% հավելյալ ինչ-որ կապիտալ ձեռքբերել դվերել այդ քյուղացում։ Շնորհակալություն, ես ուզում եմ հիշեցնել, որ քիչ առաջ տեսակապով զրուցում էինք Բեն Բուչակջյանի հետ, մարդ, որը հանդիսանում է Artsakh Roots Investments կազմակերպության տնօրենը, խորհրդի անդամը։ Շնորհակալություն, շարունակելով եթերը, Թամար, երբ պատմում էիք ձեր եւ Դավիթի որոշման մասին, ինձ մոտ հարց էր առաջանում, արդյոք տան ընտանիքի անդամները չէին փորձում հետ համոզել, խոչընդոտել կամ։ Մինչև հիմա փորձում են հետ համոզել։ Չէ, այսինքն իրական շատ դեմ էին, հատկապես իմ ու Դավիթի մայրիկները, ու հասկանալի է, որ դեմ էին, որտեվ իրենց համար դա անհայտ անորոշ աշխարհ էր, նրանք չգիտեին, թե իրանց երեխեք ուր են գնում։ Բայց այսինքն ասեմ, սկզբից լուրջ չէին ընդունում, չէին հավատում, հետո սկսեցին պայքարել, իսկ հիմա արդեն հաշտվել են, որտեվ տուն են կառուցել։ Հուսանք շուտով մեզ կայցելեն, կտեսնեն, որ ամեն ինչ նորմալ է ու ավելի հանգիստ կլինեն։ Այսինքն դեռ ձեզ չեն այցելել։ Պապաները, եղբայրը այցելել են, մամաները դեռ չէ։ Դեռ մի ամիս է, որ մենք մեր տանն ենք ապրում, դեռ չի ստացվել, որ մամաները գան։ Բայց իրանք 1 տարի է, չէ՞, ինչ ամուսնացած եք։ Դավիթ, արդյոք այդ ժամանակահատվածը բավական էր, որպեսզի դուք միասին կարողանաք արդեն ինքնուրույն գոյություն կազմակերպել եւ լրիվ առանձին տունը կառուցել, այն էլ այդքան հեռու, այն էլ ծնողների աչքից հեռու, հա? Գուցե սա էր նրանց անհանգստությունը։ Դե երևի դե մենք մինչև վերջնականապես տեղափոխվելը 2 անգամ այցելեցինք Կարվաճառ, այսինքն երկրորդ անգամ արդեն տունը տան տեղը ընտրելու արդեն հստակ նպատակով։ Իսկ ինչպես եք ընտրել, որ նայի բաց ճակատով լինի տունը, նայի սարին, չգիտեմ, արևածագ։ Բաց ճակատը կարևոր է, մայրամուտ։ Ամենակարևորը երևի թե այն, որ հողատարածքը ազատ լինի։ Իսկապես բրավո, սա շատ լավ գեղեցիկ օրինակ, ես հուսով եմ շատերը կհետևեն ձեր օրինակին, Արցախ։ Ես գիտեմ, որ դու հոգու մեջ պոետ ես, հոգուտ խորքում։ Այո։ Այո։ Խնդրում եմ, մենք ուզում ենք վայելել քո կատարմամբ որևէ բանաստեղծություն։ Եղիշե Չարենցի թեկուզ դարն է ծնում։ Համեցեք։ Թեկուզ դարն է ծնում, եւ երկիրն է տալիս երկին շունչ ու ոգի, բայց երկը երկրից ու դարից միշտ երկար է տևում։ Ուրեմն, ով գալիքի երկասաններ, որքան էլ վեհ լինի ձեր ներկան, չմոռանաք, որ դուք սերմեր պիտի ցանեք, որ լինեն դարերից ձեր երկար, իսկ սկզբան էր բանը, և բանն էր ճիկ ու ջանք, և ջանքին առընթեր էր երկը, ուրեմն, ով գալիքի երկասաններ, ձեր հոգու տեգերով զրահավորված, տկնեցեք տկնաջան, ու հնչյուններ ցանեք, հերկելով հերկերն անցյալի, հանուն գալիք օրվան։ Կեցցես, բրավո Արցախ, պարոն Պողոսյան, վայելում եք չէ ամեն անգամ իր բանաստեղծությունները։ Իհարկե, ես շատ եմ սիրել դերասանությունը։ Իմ աշխատանքի աշտարակում աշխատանքի ժամանակ ընդեղի խմբին մասնակցել եմ։ Ուզեցել եմ էլի իմ զավակներից, հետնորդներից որևէ մեկը դառնա իսկականից պոետ կամ դերասան կամ ասենք ժողովրդային արվեստագետ։ Արվեստագետ, այո։ Եվ կարևորը ուշ լինի, մեր Արցախը փաստորեն ձգտում է։ Ձգտում ունի։ Շնորհակալություն անչափ, Էլինա, ուղղակի ամփոփելով, հա, այսօրվա եթերը, ինչ կարող ենք մաղթել մարդկանց, ովքեր ցանկանում են մշտական բնակություն հաստատել մեր հողերում եւ ինչպիսի գրագիտությամբ, հա, նրանք պետք է առաջնորդվեն, որպեսզի ամեն ինչ լինի ճիշտ եւ հստակ։ Հայրենադարձության քաղաքականությունը նախ իրենից ներկայացնում է կամացողությունը սեփական հայրենիքում ապրելու համար
երբ ազատագրման պահին այդ նույն Արցախ ազատագրմանը մասնակցել է Ավոն Սփյուռքից, Լեոնիդ Ազգազյանը Հայաստանից, Բեկորը Արցախից, սա արդեն նշանակում է, որ նույն համայն հայությամբ ջանքերով ազատագրված հողի վրա կարող է եւ պետք է ապրի համայն հայությունը։ Ինչ վերաբերում է զուտ ծրագրային առումով, ապա ծրագրին կարող են տեղեկանալ եւ էլեկտրոնային կայքերի միջոցով, դա Լեռնային Ղարաբաղ Հանրապետության կառավարության կայքն է, դա նաեւ կարող են հեռախոսային կապ հաստատել մեզ հետ եւ Քաշաթաղի շրջանի դեպքում, տարբեր շրջանների դեպքում ամեն շրջանի հետ եւ նրանց մանրամասնորեն արդեն մարդկային, ոչ թե էլեկտրոնային փոխհարաբերության միջոցով ավելի մանրամասն կբացատրվի, ինչպես երբ կբացատրվի այն եւ էներգետիկան եւ էմոցիան եւ խնդիրները նաեւ որոնք արկա են եւ որոնք իրապես ուսումնասիրվում են իշխանությունների կողմից, վեր են հանվում եւ կոնկրետ քայլեր են կատարվում այդ խնդիրների վերացման համար։ Եվ ես որպես արցախցի, որպես հայ կոչ եմ անում մեզ բոլորիս ազատագրված հողերի, ազատագրված հայրենիքի տերը մենք ենք դες հետ բոլորի հետ միասին եւ ապրել հայրենիքում, Հայաստանում, Արցախում դա բոլորիս պարտադիր իրավունքն է։ Շնորհակալություն։ Զոհրաբ, կարճ նաև խոսքը ձեզ։ Վերաբնակեցվողներին ես առաջին հերթին խնդրում եմ պատրաստ լինեն թեկուզ ժամանակավոր կենցաղային սոցիալական որոշակի դժվարությունների մենք անում ենք ինչքանով կարողանում ենք։ Շնորհակալություն, Արտուշ։ Զոհրաբ։ Ընդհանրապես Արցախի վերաբնակեցման խնդիրները դա մեր հայրենիքն է, մենք պետք է շուտ շենացնենք։ Արցախից է կախված մեր ընդհանրապես ազգի ապագան։ Մենք մենակ մեր շրջանում, Քաշաթաղի շրջանում կան հազարավոր պատմական հուշարձաններ, եկեղեցիներ, խաչքարեր, բերդեր, որոնք խոսում են, որ դա մեր հայրենիքն է։ Ճիշտ է, ժամանակավոր թշնամին կարողացավ դա ինչ որ գրավել, բայց մենք փառք մեր ազատամարտիկներին, նոր խոսվեց Մոնթեի, Ազգալյանի, Բեկորի մասին խոսեցինք, շատ տղաների մասին, ովքեր կարողացան իրենց արյան կնով ազատագրել այդ մեր տարածքների։ Եվ մեր խնդիրն է այսօր շենացնել մեր ազատագրված տարածքները։ Մեր ճանապարհները սարքենք, ջրի հարցը լուծենք, էլեկտրաէներգիայի հարցը լուծենք եւ կտեսնենք, որ այնտեղ կշենանա։ Ես եմ խնդրում։ Շնորհակալություն անչափ։ Ավարտելով այսօրվա եթերը ուղղակի ուզում եմ հիշեցնել մեծագույն հայոց մեծագույն հերոսներից մեկի Մոնթեի խոսքերը։ Մոնթեն, որը իր ողջ գիտակից ուժը, հզորությունը, կյանքը ներդրել է մեր հայոց հողի ազատագրման գործին, ասում էր, եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Մենք կարողացանք ոչ միայն չկորցնել Արցախը, այլև պահպանել եւ այսօր նրա ամեն մի սանտիմետրի համար պարտավոր ենք պայքարել ավելին, քան գուցե պատերազմական տարիներին։ Սա մարդկային գործոն էր եւ միայն մարդկային գործոնը կարող է շենացնել հայրենիքը։ Այլապես երբևիցե չեն կարող օգնություն մուրալ արտաքին ուժերից։ Կհանդիպենք։